Մայրենի, 4-րդ դասարան, դաս 17։ Սիլվա Կապուտիկյան, հարստություն։ Թերթեր դարսած իրար վրա, մի վերնագիր ու մի անուն։ Համեստ ու լուռ դրված է նա պահարանում։ Եթե բացես, եթե կարդաս, նա քեզ կտա թե վերանտես։ Կհասցնի բարձունք անհաս, նոր աշխարհներ կտանի քեզ։ Ուժ կտա քեզ, կամք անկոտրում, և միշտ կօգնի դժվար ժամին։ Կօգնի քեզ մարդ լինել կյանքում, ապրել հպարտ, ապրել ազնիվ։ Երազ, երգեր, թովքեր գարնան, հույս ու ընկեր, կյանք ու գալիք։ Հարստությունն այս անսահման մի պարզ բառով կոչվում է գիրք։ Ուղղագրական բառերն են վերնագիր, բարձունք։ Իմաստախոսություններ։ Լավ գիրքն առաջին անգամ կարդալիս մենք ունենում ենք նույն զգացումը, ինչ նոր բարեկամ ձեռք բերելիս։ Կարդալը մարդու մտքի համար նույնն է, ինչ ֆիզիկական վարժությունը մարմնի համար։ Հանելուկ։ Մեզ տանում է տիեզերք, օվկիանոսներ ու ծովեր։ Մեր առջև նա է բացում հազար ու մի գաղտնիքներ։ Ասեք, ով է, դե ասեք, բարի կախարդն այդ զորեղ։ Խոսքը գրքի մասին է։ Բառերի գանձատուփ։ Նոր աշխարհներ կտանի քեզ տողի մեջ, քո կարծիքով աշխարհ բառն ինչ իմաստով է գործածվել։ Նոր միջավայր։ Գրիր համեստ, լուռ, օգնել, ազնիվ և հարստություն բառերի հոմանիշները։ Համեստ, խոնարհ, լուռ, անձայն, օգնել, աջակցել, ազնիվ, արդար, հարստություն, ունեցվածք։ Բանաստեղծությունից դուրս գրիր այն բառերը, որոնք առաջին բաղադրիչը անմասնիկն է, բացատրիր այդ բառերը։ Անհաս, անկոտրում, անսահման։ Անհաս նշանակում է անհասնելի, անկոտրում, այսինքն կամքից ուժեղ, չկոտրվող, և անսահման, սահմաններ չունեցող։ Հարցերի և առաջադրանքների արգղիկ։ Բանաստեղծության որ հատվածներում է նկարագրվում գրքի ուժը։ Նորից կարդա դրանք։ Ըստ բանաստեղծի, ինչպիսին է դառնում գրքեր կարդացած մարդը, դու ինչ կարծիք ունես։ Համաձայն ես, որ գիրքն այնպիսի հզոր ուժ ունի, ինչպիսին ներկայացված է բանաստեղծության մեջ։ Տալ, տա, կտա շարքերի նմանությամբ գրիր կարդալ և օգնել բառերի ձևերը։ Կարդալ, կարդա, կկարդա, օգնել, օգնի, կօգնի։ Կազմածդ ձևերից երկուսը գործածիր պարզ համառոտ և պարզ ընդարձակ նախադասությունների մեջ։ Անահիտը կտա, Անահիտը գիրքը կտա մայրիկին։ Էրիկը կկարդա, Էրիկը գիրքը կկարդա երեկոյան։ Պատմությունների և զրույցների զամբյուղ։ Ինչ գրքեր ունես, դրանցից որն է քո ամենասիրած գիրքը։ Ինչ ես սովորել այդ գրքից։ Երբևէ գիրք նվիրել ես կամ նվեր ստացել ես, պատմիր այդ մասին։ Հմայել, հրապուրել, կախարդել բառերին հոմանիշ է թովելը։ Հմայք, հրապուրանք բառերի հետ համեմատելով փորձիր բացատրել թովք բառը։ Հմայք և հրապուրանք բառերում հմայելը և հրապուրելը արմատն են, իսկ քն ածանցը։ Թովք բառում նույնպես թովելը արմատն է, քն ածանցը։ Նշանների լեզուն։ Գիտեք արդյոք, որ մարդկային լեզուն փոխարինողներ էլ ունի։ Օրինակ նշանների լեզուն։ Մարդիկ հաճախ միմյանց ինչ-որ բան են ասում ձեռքի, գլխի տարբեր շարժումներով։ Օրինակ, գլխի վերից վար շարժումը համաձայնության նշան է։ Ձեռքն ուսին թփթփացնելը խրախուսանքի, գլխարկը վեր նետելը ուրախության և այլն։ Փողոցներում ու ճանապարհներին կարող եք տեսնել տարբեր նշաններ, որոնք վարորդների և անցորդների օգնականներն են։
Նրանք հուշում են, թե երբ պետք է կանգ առնենք, երբ շարժվենք առաջ, որ ուղղությամբ գնանք, ինչ կա մոտակայքում և այլն։ Դուք երևի սիրում եք նաև մարզական տարբեր խաղեր ու մրցումներ դիտել և նկատել եք, թե ինչպես է մրցավարը նշաններով կամ տարբեր գույների քարտերով խոսում մարզիկների հետ։ Լեզվի այս օգնականները շատ հաճախ նույնն են տարբեր երկրներում և հասկանալի են տարբեր լեզուներով խոսող մարդկանց։ Սակայն երբեմն միևնույն շարժումը կարող է նույնիսկ հակառակ նշանակություն ունենալ տարբեր ազգերի մարդկանց համար։ Օրինակ, եթե գլուխը աջից ձախ տանենք, մենք հայերս և աշխարհի շատ ժողովուրդներ ոչ ենք հասկանում։ Ապա բուլղարացիների համար դա այո է։ Նույն ձևով էլ գլուխը վերից վար շարժելով մենք այո ենք ասում, նրանք ոչ։ Ուղղագրական բառերն են միմյանց, անցորդ, ուղղություն, օգնական, մրցավար։ Բառերի գանձատուփ։ Խրախուսանք բառի հոմանիշներն են քաջալերանքը, ոգեշնչումը։ Գրիր խրախուսել բառի հոմանիշները։ Քաջալերել, ոգեշնչել։ Մոտակայք բառի երկու հոմանիշ գրիր։ Դրա համար առաջին բաղադրիչը փոխարինիր մերձ և շուրջ արմատներով։ Մերձակայք, շրջակայք։ Վարորդ և անցորդ բառերն ինչ ընդհանուր բաղադրիչ ունեն, այդ վերջածանցով 3-4 բառ կազմիր։ Ընդհանուր է նրանց օրդ վերջածանցը։ Կկազմենք կցորդ, ձայնորդ, երկրորդ, երրորդ և նմանօրինակ այլ բառեր։ Մարզիկ բառի արմատով 3 բառ գրիր։ Մարզիկ բառի արմատը մարզն է, մարզվել։ Կգրենք մարզադպրոց, մարզասրահ, մարզադաշտ։ Հարցերի և առաջադրանքների արգղիկ։ Բառերով արտահայտիր նկարներում պատկերվածը։ Դեպի ձախ, դեպի աջ, դեպի վեր, դեպի վար, լավ է, վատ է։ Որտեղ ես տեսել այս նշանները, դրանք ինչ են նշանակում։ Այս նշանները տեսել ենք ճանապարհներին կամ հասարակական վայրերում։ Առաջինը նշանակում է վտանգավոր է, երկրորդը նշանակում է, որ արգելվում է ծխելը, իսկ երրորդը նշանակում է արգելվում է լուցկի վառելը, այսինքն հրդեհի վտանգ կա այդտեղ։ Ինչ են նշանակում ճանապարհներին և փողոցներում հանդիպող երթևեկության այս նշանները, բացատրիր։ Բաժակը նշանակում է, որ թեյելու, սուրճ խմելու հնարավորություն կա, այսինքն մոտակայքում սրճարան կա։ Գտալը և պատառաքաղը նշանակում է, որ մոտակայքում կա սննդի կետ, որտեղ կարելի է սնվել։ Մահճակալը նշանակում է, որ մոտակայքում կա կացարան։ Հեծանիվով մարդուկը նշանակում է, որ ճանապարհը նախատեսված է հեծանվորդների համար։ Զուգագծերի վրայով քայլող մարդու նշանը նշանակում է, որ ճանապարհը հետիոտներինն է։ Աստիճաններ կան մոտակայքում և վերջին նկարը նշանակում է, որ ճանապարհը հաշմանդամների համար է նախատեսված։ Բացատրիր, թե ինչ են նշանակում տրված կետադրական նշանները։ Վերջակետը ավարտում է նախադասությունը, հարցականը նախադասությանը հաղորդում է հարցական իմաստ, բացականչական նշանը հաղորդում է բացականչություն, այսինքն ձայնի երանգով պետք է կարդալ նախադասությունը, իսկ շեշտը պետք է շեշտել կոնկրետ որևէ բառ։ Մարզական տարբեր խաղերի ժամանակ կիրառվող պայմանական նշաններ ներկայացրու և բացատրիր։ Պատմությունների և հեքիաթների զամբյուղ։ Նշանների լեզուն քեզ երբևէ օգնել է դժվար իրավիճակում։ Հարցական նշանի ճամփորդությունը վերնագրով մի հեքիաթ գրիր։